Պարոն Գրիգորյան, վաղ առավոտից քաղաքակոռուպցիոն կոմիտեն խոզարկություններ է իրականացնում թե ձեր տանը, թե գրասենյակում։ Մենք տեսանք, որ ձեր համակարգիչները առգրավեցին, հեռախոսը առգրավեցին, նախ ինչ են փնտրում եւ ինչ հիմքով են մտել ձեր տուն եւ գրասենյակ։ Դե փաստաբանները արդեն զբաղվում են, հակակոռուպցիոն կոմիտեից է, այս հնդրական process-ների հետ է պայմանավորված, բուն գործի հետ կապված այս պայմանավորությամբ չեմ կարող ոչ մի բան ասեմ նախաքննական գաղտնիք որպես չբացահայտեմ, իսկ ընդհանուր նպատակը երևի բոլորին է պարզ է, նպատակը որն է, նպատակը նախընտրական process-ներն է, ընտրական այս շրջանում, քարոզարշավի շրջանում կանխել, խափանել, խանգարել, թույլ չտալ, որպեսզի կարողանանք մեր քարոզարշավը իրականացնել։ Նպատակը եթե այսօր օրինակ լիքը հանդիպումներ ունենք պլանավորած, թաղերում, թիմը քաղաքում էլի նախընտրական այս շրջանակներում ակցիաներում էր անելու ամբողջությամբ խաթարված է, գրասենյակը պարալիզացված է, համակարգիչները հավաքված է, իմ հեռախոսը նույնպես առգրավված է, որը փաստաբանների ասելով անօրինական է վերցվել։ Ինչու վերցին եւ իրենք չգիտեն, որ չպիտի վերցնեն, որովհետեւ դուք падգամավոր եք։ Ես քննչական գործողությունների ժամանակ տեղեկացրել եմ, որ մի հատ փաստաբանի հետ խոսեմ նոր, եթե օրենքի սահմաններում է կհանձնեմ, հետո արդյունքում պնդեցին, որ օրենքի սահմանում է, վերցրեցին, բայց հիմա փաստաբանները ասում են, որ օրենքի սահմանում չէ, տեսնենք փաստաբանները ոնց կասեն, այդպես կառաջնորդվենք։ Բայց ընդհանուր աշխատանքը խաթարված է, գրասենյակը պարալիզացված է։ Ոչ մեկի ոչ կարող է զանգել, սոցիալական էջերը, մյուս հարցերը ամբողջությամբ այս պայմանությամբ անկառավարելի վիճակում։ Ինչից սկսվեց այս ամեն ինչը։ Դուք կարծում եք երեկվա Գյումրիի մեծ հավաքը, որտեղ նաև դուք երկար ելույթ ունեցաք, սա կապ ուներ այս ամեն ինչի հետ։ Միանշանակ, երեք ես իմ ելույթի մեջ էլ հստակ այդ մասին ասացի, որ այս հանդիպումից հետո սկսվելու է։ Ու առավոտ սկսվեց։ Ոնց որ 25 թվականին տեքստիլի ակումբում այդ մեծ հավաքից հետո։ Այսինքն դուք առավոտ ժամը 7-ին զարթնել սպասում եք, որ պետք է գան ձեր տուն արդեն։ Ճիշտ ասած, 3 գիշերվանից սպասում ենք իրենց։ Բայց չգիտեք, որ ձեր հեռախոսը կարող է տանել, համակարգիչները կարող է տանել, թե թաքցնելու բան չունեք։ Թաքցնելու ինչ որ բան չկա, խնդիր չի։ Իհարկե դա պաշտոնական որևէ ծանուցում հաղորդագրություն չկա հակակոռուպցիոն կոմիտեից, բայց իմ տեղեկությամբ կարծես թե ձեր հետ կապված եւս ձայնագրություններ կան, ինչպես որ այսօր հերթական ձայնագրություն տարածվեց ուժեղ Հայաստանի մասով, նմանատիպ մի ձայնագրություն էլ նաեւ ԲՀԿ-ի մասով կա։ Ձեզ ասել են այդ մասին։ Ճիշտ ասած, այս նախաքննական գաղտնիությունը չեմ ուզում խախտել, թող տեսնենք իրենք ինչ են անում, ինչն է հրապարակային, ինչը հրապարակային չէ, ըստ այդմ բնականաբար բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մեր կողմից։ Այսինքն դուք չեք ոչ երգում եք, ոչ հաստատում եք, որ ձայնագրություններ կան ձեր կապած։ Ես ընդամենը չեմ ուզում այս պայմանությամբ կոնկրետ այդ թեմաներից խոսել, որովհետև եթե խոսելու լինեմ, արդեն շատ բան եմ խոսելու, որը արգելված է։ Հասկացա։ Ամեն դեպքում, եթե ձայնագրություն հրապարակվի, դուք ունեք մտավախություն, որ ձեր հետ կապված կլրջանա ավելի թեման։ Ունեք կաշառքի թեմա, չգիտեմ, վարագործության արգելքի խախտման որ դեպքեր։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը ոչ մի բանի դիմաց չի կանգ առնում։ Ամեն ինչ այս իշխանությունից սпасելի է, ամեն ինչ ակնկալում ենք, պատկերացնում ենք, որ պիտի արվի ի սկզբանե գիտեմ, որ այս ամեն ինչը պիտի արվի, մինչև ընտրությունների առաջադրվելու օրն էլ ես գիտեցել եմ, որ բնականաբար Գյումրի քաղաքում ես իրենց կողորտին կանգնած եմ։ Ամեն ինչ պիտի անեմ։ Իսկ Անդրանիկ Թևանյանի մասով ինչ կասեք, այսօր նրան հետ կարծես արդեն ձերբակալել են, ես լրիվ չհասցրեցի հետևել Երևանում տեղ ունեցողին, բայց փաստորեն ձեր թիմակցի մեղադրում են պետական դավաճանության մեջ, դա ամենածանր հանցանքներից մեկն է։ Ճիշտ ասած, հեռախոսս վերցրել են, այս պայմանությամբ չեմ կարող հետևել սոցցանցերում ինչ է կատարվում, բայց ընդհանուր հասկանալի է, նույն process-ն է,
Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքերը օր-օրի լավանում է, օր-օրի թափ է հավաքում եւ այս ամեն ինչով փորձում են կանխել, ես դա կարող եմ հստակ ասել Գյումրի քաղաքով։ Գյումրի քաղաքում իրենք լավ էլ տեսան, որ Գյումրի քաղաքում ես կարող եմ, ես ունեմ հնարավորություններ Գյումրիում բան փոխել եւ Գյումրիով բան փոխել, այս պայմանությամբ հասկանալի է, որ առաջի թիրախներից մեկը ես եմ լինում։ Դուք կարծում եք, այստեղ ավելի մեծ ձայներ ու շանս ունեք դուք, քան թե օրինակ ԿՊ-ն կամ մյուսները։ Ես կարծում եմ, որ այստեղ ամենից մեծ շանսը ես ունեմ։ Բոլորի հետ համեմատության մեջ եւ հասկանալի է, որ այս պայմանությամբ ինձ պիտի փորձեին ինչ-որ ձևի, այսպես ասեմ, շարքից հանեին, խանգարեին, վախեցնեին թիմագիստներից, աջակիցներից, ժողովրդին, ոնց որ արեցին 25 թվականի ընտրություններին։ Ամբողջ իմ թաղամասի ժողովրդին ձերբակալեցին տուն առ տուն մարդկանց, տարան հակակոռուպցիոնները, ընտանիքներով մարդուկին, գիշերը ժամը 1-ին 2-ին մարդկանց թողեցին Երևաններում, փողոցներում ու դրանով փորձեցին տրամադրություն ստեղծել Արցախ թաղամասի բնակիչների մոտ, որ ձեր թաղի տղայի համար գնացել եք քվեարկություն կարել, հիմա տեսեք այս process-ների պարագայում դուք, այսպես ասեմ, ընկել եք շարի մեջ, ընկել եք կրակը, դրանով փորձեին իմ թաղամասում որոշակի չափով հաջողություն ունենային, այսպես թաղի ժողովրդին բռնել տալով, թաղի ժողովրդին վախեցնել, իմ թաղի ժողովրդին, որովհետեւ իմ թաղի ժողովուրդը վախենա ընտրության գնա, ով որ ինձ է ընտրելու, վախենա ընտրության գնա եւ իրենք այնտեղ մանր-մունր բաներով կարողանան ձայն հավաքել։ Նույն ձեռագիրը այս պայմանությամբ այսօրը իրականացնում են նույն իշխանությունները։ Նոր բան չկար, էլի, մի խոսքով անցած անգամ շիբիններ, այս անգամ ինչ որ բան գտնել են։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։